Եվ այսպես ուշադրություն ինչ արդյունքներ են ցույց տվել Տիգրանի դատաբժշկական փորձաքննությունը, ինչի ժողովուրդը դրա մասին տեղյակ չէ, ինչի հրապարակումներ չկան եւ արդյոք այս դեպքը կարող է փակվել Տիգրանի հողարկավորությունից հետո։ Իհարկե, որոշ արդյունքներ միանշանակ պարզ են, բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մնացած հարցերը, թե երեխան օրինակ ջրում ինչքան ժամանակ է մնացել, այսինքն այդ հարցին, որ իրենք պատասխանեն, կհասկանանք վերջնական, որ Տիգրանին չեն առևանգել եւ այնուհետեւ գետը չեն գցել սպանելով նրան, որպեսզի, ինչպես որոշ մարդիկ են ասում, հետքերը վերացնեն։ Տիգրանը անզգուշաբար, դժբախտաբար ընկել է գետը, ուղղակի այդ պայծրությամբ որևէ մեկի ուշադրությունը երեխայի նկատմամբ չի եղել, երեխան տան դիմացից ընկավ գետը, թե տան հետևից ընկավ, թե ջրի գյուղի այդ կանալով գնաց ընկավ գետը, դա էական նշանակություն չի կարող ունենալ, մենք ունենք հստակ փաստ, որ երեխան ընկել է գետը, ոչ մեկ չի տեսել երեխան որ ուղղությամբ է ընկել գետը, այսինքն որ իրանք ենթադրում են, թե երեխան չէր կարող գնալ գետի ուղղությամբ, սա հստակ հաղորդում է հանցագործության մասին, որ երեխային առևանգել են, հետո գցել գետը։ Այսինքն եթե իրանք չեն հավատում, որ երեխան ինքնակամ է ընկել գետը, պարզ է, որ երեխային ըստ այդ մարդկանց գցել են գետը։ Մենք չենք հավատում, որ այս ազգի մեջ նման տականքներ կարող են լինել, եւ հետո, եթե նույնիսկ կան այդ տականքները, գետում եղել է վերահսկողություն։ Ոստիկանությունը շատ լավ գիտակցել է, որ 1000-րդ պլանը կարող է լինել հենց դա, այսինքն որևէ բան չի բացառվել եւ արդյունքում վերահսկվել է նաեւ գետը եւ նաեւ այն հատվածը, որտեղ որ գտել են երեխայի մարմինը։ Եվ երեխային առևանգողը նույնիսկ հրազդանի ուղղությամբ չէր կարող նայել, էլ ուր մնաց, որ հասներ այնտեղ երեխային էլ գցեր գետը։ Պատկերացնեք բռնեին ինչ կանեին։ Մանավանդ, որ օրենքի մարդ չբռներ, օրինակ հասարակ քաղաքացի բռներ, ինչ կաներ։ Թքած կունենար սպանության հոդվածի վրա եւ այդ պահին այդ հոդվածը կարող էր խախտել։ Չի կարելի մարդկանց տանջել, գնալ ասել, որ երեխան չէր կարող գնալ գետի ուղղությամբ, ոնց չէր կարող, որ գնացել է։ 2 տարեկան երեխա է, չի խոսում, չի հասկանում, բնազդաբար շարժվում է, երեխաները ձգտում ունեն, այո, դեպի ջուրը, սա հոգեբանները հստակ կարող են փաստել, փոխանակ հոգեբանները գնան ու աշխատեն այդ ընտանիքի անդամների հետ մի որոշ ժամանակ, թույլ են տալիս, որ ուրիշ մարդիկ TikTok-ից կամ այլ վայրերից հայտնվեն ու ելույթներ ունենան, պնդելով, որ երեխան գետը չէր ընկել։ Եթե լիներ տարօրինակ մի բան, այսօր մենք բոլորս կիմանայինք դրա մասին։ Դատաբժշկական փորձաքննությունը ոչ մի բան էլ ցույց չի տվել այն ամեն ինչից զատ, ինչ որ մենք գիտենք։ Եվ սա էլ նախարարությունով մեկ հետաքրքրաշարժ գործ էր, որտեղ ամբողջ հայ ազգն էր հետաքրքրված, ամեն ինչ արվել է բարձր մակարդակով, ամեն ինչ արվել է շատ խստությամբ եւ բոլոր վարկածները քննվել են եւ նույնիսկ առևանգելու եւ հետո գետը գցելու վարկածը ինչքան էլ որ անհավանական թվա, դե վարկած է։ Մարդիկ խոսում են, կասկածի տեղիք կա, էդ էլ է քննվել, ոչ մի արդյունք, ոչ մի էական ինչ-որ լուրջ նկատելի շարժ չի եղել դեպի այդ ուղղությամբ։ Եվ այսպես փոքրիկ Տիգրանի դեպքի վերաբերյալ եւս մեկ բան ենք ուզում ասել, որտեղ սա շատ կարեւոր է, վերաբերվում է փրկարար ծառայությանը։ Շատ քիչ մարդիկ, գրեթե ոչ մեկ, որտեղ մենք չենք տեսել, եթե կան ուղարկեք, շնորհակալություն չհայտնեցին փրկարարներին 20 օր սառը ջրերում, վարար գետում, կյանքը վտանգելով աշխատանքներ իրականացնելու համար։ Իհարկե դա իրանց աշխատանքն է, պարտականություն է դրված վրան, պետք է կատարեն, բայց պետք է չէ՞ մարդկանց շնորհակալություն հայտնել, ասել ճիշտ է դեպքը դժբախտությամբ ավարտվեց, բայց ապրեք ձեր գործը ճիշտ եւ լավ անելու համար, բայց մենք տեսնում ենք այն ժամանակ փրկարարներին մեղադրում էին վատ աշխատելու համար։ Ամենաաբսուրդայինը իհարկե այն էր, որ ասում էին ինչ են փրկարարները գետում փնտրում երեխային, չէ՞ որ նա այնտեղ չէ։ Գնացեք երեխային
առևանգել են, փնտրեք այդ առևանգողին եւ այլն եւ այլն։ Փրկարարները իհարկե որ չէին կարողանում գետում գտնել, չէին կարողանում նաեւ լիարժեք պատասխանել այս մեղադրանքներին, ուղղակի ասում էին հետեւյալը, որ մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով եւ գետում եւ սարերում եւ գյուղերում, մի խոսքով նաեւ իհարկե նախարարությունը դիմեց եւ բնականաբար գումարներ վճարեց համապատասխան ընկերություններին, որպիսի այդ արտասահմանյան ընկերությունները իրենց ունեցած արբանյակային տվյալները փոխանցեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, որպիսի դրանք հետազոտվեն եւ կարողանան երեխայի հետքը գտնել, բայց իհարկե դրանք եւս արդյունք չեն տվել, որևէ ձև, որևէ տեղ երեխան չի նկատվել։ Իսկ 20 օր հետո գտել են նաեւ հետեւյալ պատճառով, որովհետեւ գետը բավականին իջել էր, կարծես Աստված երեխայի տեղը ցույց տվեց այդ ջրասուզակին եւ նա հանեց երեխային ջրից, իհարկե ցավալի մեծ ափսոսանք ենք նաեւ մենք ապրում նման երեխայի, իհարկե բոլոր երեխաներն էլ լավն են, բայց Տիգրանը ամբողջ հայ ազգի համար շատ կարևոր մարդ էր դարձել, ով որ պետքա փրկվեր, բայց ցավոք սրտի նա չփրկվեց։ Մենք գիտենք, որ շատ մարդիկ պատժվելու են եւ պատժվել են էքստրասենսներ խաղալու համար, փրկարարներին այլ ուղղությամբ տանելու համար, նրանց աշխատանքը վատաբանելու համար, ինչը որ նման պարագայում ուղղակի անթույլատրելի է, ծնողների հոգեկան վիճակը խախտելու համար նրանց զանգահարելով կամ ինչ-որ հիմարություններ մամուլով դուրս տալով, որ երեխան գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա է, գնացեք գտեք, նման հայտարարություններ էին տարածում, բոլոր մեղավորները իհարկե պատժվելու են, որևէ մեկը չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից եւ նաեւ շատ կարևոր բան տեղի ունեցավ, այս 2 տարեկան երեխայի դեպքը պատռեց բոլոր խաբեբա էքստրասենսների դիմակները, որոնք կեղծիքներով էին լցնում ամբողջ համացանցը եւ մենք որևէ մեկի խոսքերը երբեք չենք տարածել, մենք առհասարակ միշտ ասում ենք ամենասկզբի օրվանից, որ նրանք խաբեբաներ են, որ երեխան ամենայն հավանականությամբ ընկել է գետը եւ քանի որ չէինք ուզում, որ ծնողները շատ ուշադրություն դարձնեին գետին, քանի որ նրանք հավատում էին, որ երեխան գետը չի ընկել, մենք փորձեցինք գետի վարկածը ավելի քչացնել եւ ասում ենք, որ միգուցե գողացել են, բայց էքստրասենսների հայտնած որևէ տեղեկատվություն մենք չենք տարածել եւ նաեւ ինչ տարածեինք։ Դրանք ցնդաբանություններ էին, որտեվ եթե դու գիտես տեղը, ոստիկաններին խնդրիր թող քեզ ուղեկցեն, գնա եւ գտիր։ Զանգում են հեռախոսով տեղ են բացատրում, սա արդեն խելագարություն է։